Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, բանացայինի եթերով եւ թիմադրի էջով ցեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Գիլիգիո արամարաչին վեապար հայրաբեդին հրավերով եւ նախակահությամբ երկուշաբթի 23 մարտ 2026-ի առավոտյան Գաթողի գոսության մայրավանքի վեհարանին մեջ դեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում հայ քաղաքական 3 կուսակցություններու ներկայացուցիչներուն մասնակցությամբ։ Խորհրդակցության մասնակցեցան կուսակցություններուն համահայկական եւ լիբանանյան մարմիններու ներկայացուցիչները։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան գուսակցութենեն Ալեքսան Գեշկերյան եւ Վանիկ Տակեսյան, հայ հեղափոխական դաշնակցութենեն Հակոբ Բակրադունի եւ Ալբեր Բալաբանյան, Ռամգավար ազատական գուսակցութենեն դոկտոր Աբեդիս Տակեսյան եւ Հարութ Երգանյան։ Նիստին ներկա էր նաեւ Գաթողի գոսության համահայկական խորհրդաժողովները համագարկող Շահան Քանդահարյան։ Վեապարը ողջունեց ներկաները եւ վերլուծեց միջին արևելքի բادرազմին բռնկման, զարգացման եւ առաջադրված նպատակներուն հանգամանքները։ Աբա անզեկուցեց բادرազմական պայմաններուն մեջ հայտնված ինչպես Իրանի այնպես էլ արաբական երկիրներու մեջ գործող Գաթողի գոսության թեմերուն բարձած վիճակը եւ դիմակրաված դժվարությունները, փոխանցելով դեղեցություններ, հրթիռագործումներու պատճառով ստեղծված գազության եւ հատկապես իրանահայ գառույցներու գրած նյութական վնասներու մասին։ Աբա ժողովականները քննարկումի ջամփով արձարդեցին շրջանային իրավիճակի հետ կապված ռազմական ու քաղաքական գործընթացները գետրոնանալով Լիբանանի մեջ դիրող գազության վրա։ Հաստատվեցավ, որ դարաշրջանային այս բادرազմին Իրանեն յետք ամենեն բռնկուն շրջանը Լիբանանն է, որոնց ուղղությամբ ցերնարգված իսրայելյան հարձակումները խախտած են երկրին տարածքային ամբողջականությունն ու գերիշխանությունը։ Ժողովականները հատկապես լուսարձակի տակ արին շրջանային բادرազմին քաղաքագրթական ու տնտեսական բնույթը եւ անոր իբրև հետևանք ստեղծված մարտահրավերական խոր ճգնաժամին հետ կապված երևույթները։ Անդրադարձ կատարվեցավ ներլիբանանյան քաղաքականական ընթացքը աննախընթաց ալիքի բարձրացման անոր իբրև արդյունք ստեղծվող ժողովրդական փոփոխության, գենցաղային սուր խնդիրներուն, տնտեսական ահագնացող դակնաբին եւ այդ բոլորին ունենալիք ժխտական աստեցության լիբանանյան հասարակության եւ անոր բաղադրիչ հայ համայնքին վրա։ Այս հանգամանքներու համագողմանի քննարկումներն յետք Արամ վեհապար ընդգծեց միջին արևելյան մագարտակով ընթացող բادرազմը, որ նպատակադրած է քաղաքական կարդեսի ամբողջ փոփոխությունը գնտանած հնցումներով, որոնք կաստեն բնականաբար դեղույն հայ համայնքներուն վրա։ Տելատրված է յուրաքանչյուր թեմի հոգևոր եւ ազգային պատասխանատուներուն լալու նսկոն, հերու մնալու վտանգավոր գացությունները եւ յուրաքանչյուրը դվյալ պետության հետ համատրելու արդագարգ իրավիճակներու հետ կապված նախասկուշական քայլերը։ Լիբանանայի համայնքը գարչած կմնա պետության որդեգրած սկզբունքներուն, գերիշխանության, տարածքային ամբողջականության, ներլիբանանյան ապահովության ու անդորրության պայմանները։ Լիբանանի ստացած զարակույն հարվածներուն նկատառումով շարունակել համագարկված աշխատանքները հայահոց տաղամասերու անդորրության պահպանման եւ բարեսիրական գործունեության շարունակման։ Հադուկ սկոնությամբ եւ ստապությամբ չներկաշվիլ ներլիբանանյան բևերացումներու եւ լարվածություններու բաբանելով լիբանանահայ համայնքին երկխոսության բարձերը լուծելու ավանդական վարկակիցը։ Մղել, որ հայկական բարեսիրական միությունները համագարկեն մարտահրավերական գենցաղային մարզերու մեջ օժանդակություններու դրամատրման աշխատանքները։ Արամ առաջին վեապար կնահատեց հայ քաղաքական գուսակցություններու միացյալ նիստերը եւ կարեւոր նկատեց հատկապես նման ճգնաժամային պայմաններում մեջ խորհրդակցական եւ աշխատանքային նման հանդիպումներու հետեւողական ընթացքը։ Ժնևի մեջ դեղի ունեցավ ՄԱԳ-ի մարդու իրավունքներու խորհրդի 61-րդ նստաշրջանին ընթացքին Արցախի ազգային ժողովի նախաձեռնությամբ կազմված Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության հանձնախումբի անդամ ընկերվար միջազգայնականի փոխնախագահ եւ անոր մոտ
Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Մարիոն Ալբանդյանի դեսակցություններ ունեցավ ՄԱԳ-ի բարձրաստիճան պաշտոնատարներու հետ։ Դեսակցություններու ընթացքին քննարկվեցան Արցախի ժողովրդի հիմնական իրավունքներու մասին հարցեր, հատկապես հավաքական վերադարձի իրավունքը, Ադրբեջանի մեջ բանդարգված հայ կերիներու ազատ արձակումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Հայաստան աբաստանած Արցախի հայության ընկերային հարցերը։ Մարիոն Ալբանդյան բարձրաստիճան պաշտոնատարներուն փոխանցեց Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի նամակները, ինչպես նաև Արցախի համայնքներու ղեկավարներուն կողմից ստորագրված հավաքական թիմում նամակները։ Ազգային ժողովի նախագահ նամակին մեջ ընդգծված է, որ Արցախի ժողովրդին համար առաջնահերթությունը նախնիներու հայրենիք անվտանգ եւ արժանապատիվ հայվակական վերադարձն է, շեշտելով, որ բնիկ ժողովրդին իրավունքներու վերականգնումը անհրաժեշտ նախապայման է դարաշրջանին մեջ դեպական խաղաղության հաստատման համար։ Միաժամանակ Արցախի ավելի քան 60 համայնքներու ղեկավարներու կողմէ ուղղված թիմումի մեջ շեշտված է մարտահրավերական եւ ընկերային աջակցության լայնումը, դրամատրված օժանդակության թափանցիկ վերահսկողությունը, ինչպես նաև միջազգային ճնշումի անհրաժեշտությունը կանխելու համար հայկական բնակավայրերու ոչնչացումը եւ ապահովելու վերադարձի անվտանգ պայմանները։ Նամակներում մեջ նաև առաջարկված է ՄԱԳ-ի ձիրին մեջ նշանակել պատասխանատու մարմին կամ ներկայացուցիչ անմիջական համագործակցություն հաստատելու եւ ավելի մոդեն ծանոթանալու Արցախի ժողովրդի հարցերուն։ Շաբաթ 21 մարտ 2026-ին Քինգսթոնի մեջ կոմարվեցավ Հայ հեղափոխական դաշնակցության Կանադայի հայ թադի շրջանային հանձնախումբին 2025-2027 երգամյակի լիակումար ժողովը։ Հանձնախումբի անդամներուն եւ ՀՕՀԻՏ Կանադայի գետրոնական կոմիտեի ներկայացուցիչին մասնակցությամբ։ Միօրյա ժողովին ընթացքին հանձնախումբին անդամները քննարկեցին անցնող շրջանի գործունեությունը, ցերկբերումները գնահատելով եւ արգա մարտահրավերները արձանագրելով։ Այս ձիրին մեջ հատկապես շեշտվեցավ հայտարարի աշխատանքներուն համագարկված եւ նպատակային ընդլայնումի ուղղությամբ դարված աշխատանքները ռազմավարական, մարտավարական եւ գործնական մագարտակներու վրա։ Քննարկվեցան նաև հաղորդակցության, հանրային գաբերու եւ քաղաքական ջղավորումներու միջոցները ավելի զարգացնելու առիթները։ Հանձնախումբը ճշտեց առաջիկա դարվան հիմնական առաջնահերթությունները, ընդգծելով երիտասարդության ներգրավման կարևորությունը։ Նշվեցավ, թե անհրաժեշտ է նոր սերունդը ավելի շատ մասնակից դարձնել հայտարարի աշխատանքներուն, գրթական նախաձեռնություններու, գամավորական ծրագիրներու եւ քաղաքական իրազեկման ձեռնարկներու միջոցով։ Ժողովին ընթացքին վերահաստատվեցավ հանձնախումբին անսագարկ հանձնարարությունը պաշտպանելու Արցախի ժողովրդին հիմնարար իրավունքները եւ արդար թադը։ Այս շրջակիցին մեջ կարևոր նկատվեցավ միջազգային մագարտակի վրա շարունակական ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը, ապահովելու համար Ադրբեջանի մեջ բանդարգված հայ կերիներու եւ բադանտներու ազատ արձակումը եւ Արցախի հայության վերադարձի իրավունքին գիրարգումը։ Միաժամանակ ընդգծվեցավ հայկական մշակութային եւ գրոնական ժառանգության պահպանության հրադադությունը շարունակվող ոտնձգություններուն եւ ոչնչացումի փորձերուն դիմաց։ Հանձնախումբը նաև վերահաստատեց իր հետևողական դիրքորոշումը ի պաշտպանություն Հայաստանի մեջ ժողովրդավարության ամրապնդումին եւ գրոնական ազատություններու պահպանումին։ Նշվեցավ, թե այս սկզբունքները առանցքային են ոչ միայն Հայաստանի պետականության գայացման, այլ նաև համահայկական շահերու պաշտպանության դիտանկյուն են։ Ժողովի ավարտին հանձնախումբը վերահաստատեց վերոնշյալ հարցերու մասին իր վճռական գեցվածքը եւ զանոնք հաջողության առաջնորդելու անգոդրում պատրաստակամությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերու մնայուն նյութը Հայաստանի մեջ բادرազմի բռնկումն է, որում պատճառը ըստ իրեն ընդդիմությունն է։ Երկու օր առաջ անդրադարձյալ խոսեցավ այն մասին, այս անգամ ճշտելով թվականը եւ հայտնելով, որ սեպտեմբերին բادرազմ պիտի ցակի, եթե իր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը խորհրդարանական ընտրություններուն սահմանադրական մեծամասնություն չստանա։ Իր ցերնարգած քարոշչական հանդիպումներու ավարտին Փաշինյան սեպտեմբերին նախադեсվող բادرազմը որակեց աղետաբեր եւ վստահեցուց, որ ան պիտի ճուշանա։ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան լրագրողներու հետ ունեցած զրույցի ընթացքին հարցումին պատասխանելով ասավ, որ
Բادرազմին բաժարը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ինտիմատիր գարկմ ուժերու գաղափարախոսությունն է։ Անոնք կրեթե բոլոր ծրացի երկիրներու մասին ունին տարածքային հավակնություններ։ Հայաստանի նախկին նախագահ եւ Հայաստան խմբակցության վարչապետի տեխնազու Ռոբերտ Քոչարյան շաբաթ օր իր գործընկերներուն հետ դեսակցության ընթացքին խոսեցավ այս մասին։ Սեփական ժողովրդի գլխուն Ալիև գբերեն, որբեսի անգամ միևս հարցագի եւ դարձյալ կվեներ խլեմեզմե, ըսավ Քոչարյան, որ հաստատեց, թե ամեն ինչ պետք է անել, որբեսի բادرազմ չլա։ Բայց այդ ամեն ինչը չի նշանակեր զիջումներու ջամփով, ամեն ինչ կնշանակե արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն եւ ներքին եւ հատկապես արտաքին քաղաքականություն, հայտնեց Քոչարյան եւ շարունակեց երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին խոսելով։ Անվստահեցուց, որ կարելի է հասնել այդ մեգուն, իսկ անգրնա հարցը լուծել։ Խաղաղության մասին գխոսին մարդիկ, որոնք 3 բادرազմ բերած են մեր ժողովրդի գլխուն եւ գործեն բادرազմը գաբել մարդու հետ, որ 10 տարի խաղաղություն ապահովված է։ Անհետեցությունը պետք է չափ ու սահման ունենա, ըսավ Քոչարյան։ 3 վարչապետ Փաշինյանին հագատարտեց նաեւ Պարկավաճ Հայաստան գուսակցության առաջնորդ Քակիկ Ձարուկյան, որուն եւս անպաստանած էր Փաշինյան։ Ձարուկյան բնտեց, որ Հայաստանին պետք է իսկական խաղաղություն, որ երաշխավորված պիտի ըլլա քանի մբելություններու կողմէ։ Երաշխավորված խաղաղության մասին խոսի նաև Սամվել Ղարաբեդյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը։ Խաղաղությունը ոչ թե ցեվական խոսքով, այլ դեսական։ Բարձունքներու վրա ազերբայջանցիներ նստած են եւ զիջումներ գտելատրեն, որբեսի մեր զորքերը դգարանան եւ անոնք զորանան։ Այստեղ խաղաղություն չկա։ Այդ տելատրանք է։ Այսօր եթե արիտ տրվի, որ մենք որոշենք խաղաղությունը պետք է երաշխավորված լա 3, 4, 5 հզոր աստեցիկ պետություններու հետ, իբրև տաշնագից պաստատուղթ, ստորակրենք եւ ջանջը անգամ չի գրնար դզա այդ տարածքին մեջ, հայտնեց Քակիկ Զարուկյան։ Եվրոպական միության հետ վիզաներու ազատականացումի բանակցություններու մեկնարկեն 1.5 տարի յետք բադասխանադուներ կհայտնեն, որ գործընթացը ավարտելու համար 2-3 տարիներ եւս պետք է դրամատրել։ Ընդ որում, այս ժամանակահատվածը կվերապերի Երևանից ստանցնած բարդավորություններու կատարումին, իսկ անգե յետք միայն Եվրոպական միությունը պետք է կնահատե կատարված աշխատանքը։ Հայաստանի արտաքին գործոս փոխնախարար Վահան Գոստանյան 3 խորհրդարանին մեջ լավադեսությամբ խոսեցավ, որ հայաստանցիները վերջապես պիտի ազատին վիզաներու սպասումներեն եւ թղթապանություններն։ Իրադեսականորեն 2-3 տարվա մասին է խոսքը եւ կաշխատենք այդ ուղղությամբ, ինչ որ բավական հույս կներշնչե Սավ Գոստանյան։ Քանի օր առաջ ներքին գործոս նախարար եւ ազատականացումի հարցով Երևանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյան հայտնած էր, թե ինք համոզված է, որ 2-3 տարիները իրադեսական ժամկետ են։ Ան վկայագոչած էր նաեւ վերջերս Հայաստան այցելած Եվրոպական միության ընդլայնման եւ քաղաքականության 2 հանձնակատարները։ Գործընկերներս երկուքն ալ հաստատեցին, որ շատ իրադեսական է վիզաներու ազատականացումը Հայաստանին համար։ Ես իբրև նախարարության կողմէ գործընթացի համագարկող գլխավոր բանակցող պիտի հաստատեմ, որ ներկերադեսչական, այսինքն ներհանրապետական ընթացքով մենք մեր արչեւ խնդիր տրածենք, որ մոտավորապես 2 տարվան ընթացքին պիտի ավարտենք բոլոր աշխատանքներուն կատարումը։ Շատ իրադեսական է, որովհետև այս շատ ներդաշնակ է Հայաստանի կառավարության բարեկարգության օրագարկին, ավելցուց Սարգսյան։ Ինտիմատիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Քևորքյան թերահավատությամբ արտահայտվեցավ պաշտոնատարներուն ակնարկած 2-3 տարվա մասին։ Բոլորը այս բահուտությամբ խանդավառված կսպասեն, որ վիզաները պիտի վերանան։ Այնուամենայնիվ, հիմա մենք կարձանակրենք, որ առնվազն 2-3 տարի դակավին պիտի բանակցենք, հայտնեց Քևորքյան, որ հիշեցուց, թե մինչ Երևան բանակցություն կգադարե վիզաները հրաժարելու շուրջ, նույն Եվրոպական միությունը որևէ ցեվով գործող գարկը չի թյուրացներ։ Հարկելի ունգընտիները վագընտիրներ վանացայնի եթերով էպտիմադեդրի էչով CZD ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնա ողորտաբար Անտոնին եւ Ներսեսը։
Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։